Ալեն Սիմոնյանը խոսում էր, այդ հակառուսական հայտարարությունները անում էր։ Հիմա ես չեմ հասկանում, Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին կարգեց ինաստրանի ագենտ։ Ես չեմ հասկանում։ Նիկոլ Փաշինյանի թիմը Արամ Սարգսյանին կարգեց ինաստրանի ագենտ։ Ում է կարգում սա ինաստրանի ագենտ։ Ում ես կարգում, չէ՞ որ քո թիմը այնքան ռուսատյացություն է տարածել Հայաստանում, հիմա ում հետ խոսում ես, ասում է, բա հո ռուսական լծի տակ չենք մնա։ Գնացեք թուրքական լծի տակ մնացեք։ Փորձեք ունենալ ճիշտ ղեկավար, ով կհասկանա մեր երկրի անվտանգությունից, ով կգնահատի այս երկրի անվտանգությունը, բանակը, ու իր թիվ 1 ապավենը անվտանգության կլինի հայ զինվորը, սպան ու բանակը, զարգացրեք տնտեսությունը ու մի մտեք ոչ նրատակ հարաբերություններ ձևավորեք, թե չէ եկել եք Ադրբեջանից անասնակերը բերում, ուտում եք ու անասունի պես հրճվում եք, ասում եք բանա, այսքան բերեցինք, այսքան վագոն էլ մտավ ստեղ։ Եվ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս օրերին ամեն ժամ ես այդ ընկճախտը զգում եմ, ամեն ժամ կլինեն բոլոր քաղաքական ուժերն էլ պիտի պատրաստ լինեն, որ կլինեն ձերբակալություններ, որևէ մեկը չի ասենք կարող ասեն դու բանա պատերազմի մասին խոսեցիր ձերբակալված ես, այն մեկը խոսեց, չգիտեմ, Ալիևից ձերբակալված է, այն մեկը խոսեց Էրդողանից, հնարավոր է, չէ՞։ Ես երեք լսում եմ Փաշինյանը մի այդ ինչա խմբակցության քարտուղարը, ինչա Արթուր Հովհաննիսյան կա, ես դրանց ոչ դեմքով, ոչ անուններով չգիտեմ, ուղղակի լսում եմ, ասում է, այ որ կաշառք բաժանեն, կաշառք SSS այն ուժերը, հիմա դիմում եմ քեզ երիտասարդ։ Բա Էջմիածնի ընտրություններում վաղար շաբաթ խոշորացված, առաջին կաշառք բաժանողը դուք էիք։ Այն Գեղակերտի դպրոցի տնօրենը, որ բարեգործության անվան տակ կաշառք էր բաժանում, դուք էլ վայ իբր ձերբակալել ենք տարակ դրիկ տունը, ես հիմա վստահ եմ, ինքն ցուցակը, որ մի քանի էջանոց ձեռքին կար, այդ ցուցակը այս ընթացքում բաժանել է արդեն հունիսի 7-ի համար։ Եթե չի բաժանել, զանգել եմ մարզպետարան, չեմ պատասխանել, զանգել եմ քաղաքապետարան, վաղար շաբաթի չեմ։ Ուզում եմ հասկանամ, երեք իմացա, որ այդ կինը բան ասենց նոր թափով լցվել է դպրոցի տնօրենի գործին նորից իրա, բա այդ կաշառք բաժանողին ինչի չտեսանք մի հատ ծեփեիք ասֆալտին, մենք ես եմ չեմ մտել իր տուն, ես եմ տեսել, թե ինչպես էր այդ ցուցակը ձեռքին, այդ կոշիկ շորերը սենց բան արած, ասում էր բաժանում եմ, լավ եմ անում, բա մի հատ ծեփեիք գետնին, տեսնեինք ոնց ծեփվեց գետնին։ Առաջին կաշառք բաժանողը դուք եք, առաջին ընտրակեղծարարը դուք եք, երեք են կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ ասենց կմկմալով խոսում էր մեր դասընթացները, մեր էս ինչերը, մեր են ինչերը, մենք տեսանք դուք վաղար շաբաթում, նախարարով, փոխնախարարով լծվել եք, դռնեդուր խնդրում եք, որ ձեր լծակները օգտագործելով, հələ ձեր լծակները մի օգտագործեք, այդ շրջիկ խմբով գնում եք այս մարզ, այն մարզ, որտեղ այդ շրջիկ խմբից դուրս երեք ես այն համահայկական ճակատկուսակցության քաղաքորդի անդամին ազգությամբ եզդի կնոջ են բանը իր հետ այդ բանը խնդրում էր, քույրիկ ջան, մեր տոննա մի խանգարեք։ Լավ եք մտածում, որ ձեր տոննա չխանգարեք, բայց ձեր տոննա թողեք մարդիկ հալալ իրենց տոնը անեին, ինչի եք բերել, որ 8 տարի չեր եկել, ինչա եզդիները նոր տարի չեն արել, նա էլ ասում ամենամեծ վստահության քվեն են տվել, դե կտեսնենք հիմա այդ վստահության քվեն եզդիների կստանաք, թե չեք ստանա, եթե իհարկե տվել են, էլի ես խիստ կասկածում եմ դրանում։ Ես եթե թույլ տակ ես մի թեմայից էլ խոսեմ, հետո ձեր հարցը պատասխանեմ ձեր հարցին։ Նախ ուզում եմ դիմել Փաշինյանական իշխանությանը, մեր հարկու տուրքով, մեր փողերով,
ձեռք բերված տրանսպորտային միջոցներում մարդիկ կարող են նստել, գնալ A կետից B կետ։ Տիգրան Ավինյան, եթե դուք կարծում եք, որ Երևանի բնակիչը բեռ է ձեր ուսին, ձեր ուսերը թոթափեք ուրեմն։ Այ դուք ԿՊԵ-ական իշխանություն բեռ եք ողջ հայ հասարակության ուսերին։ Դուք մեզանից ստանում եք, մեր անվան դիմաց բաժանում եք, մեր անվան դիմաց ձեր փորձում եք վարկանիշ ձեռք բերել, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին եմ դիմում, այդ որ ուզում եք ապրիլի 19-ին ավտոերթով գնալ Գյումրի եւ ճանապարհինել, կանգնել, ցույց տալ Գյումրի աշտարակ ճանապարհահատվածը, ես ձեզ հորդորում եմ, եկեք ձեր ավտոերթը սկսեք Արգավանդից հարավարևմտյան թաղամաս հատվող ճանապարհից։ Չէ որ այդ ճանապարհը եւս հյուսիս-հարավ ճանապարհի մի հատված է։ Այդ ինչպես եղավ Նիկոլ Փաշինյան, որ Կիրանցում դուք այդքան տներ կարողացաք այսպես վաճառել ադրբեջանցիներին, հա տվեցիք, չէ, դուք տվեցիք այդ մարդկանց ասիք, ձեր տունը գնահատում ենք այսքան $100,000, եկեք ձեր 100,000-ը տարեք։ Այդ ինչպես եղավ Կիրանցում, որ պետք էր Բաքվին, արագ այդ հարցը լուծեցիք, դուք 8 տարի այդ 2.5 կիլոմետր հատվածը չեք կարողանում այնտեղ մի մարդու հետ լեզու գտնել, տալ պատշաճ գումար այդ մարդուն եւ ճանապարհը ավարտին